Ադրբեջանի նախագահը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենի հետ, որն ավելի վաղ այցելել էր Երևան և Թբիլիսի։ Վալտոնենը հանդիպել է նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ։ Ի թիվս այլնի անդրադարձ է եղել Հայաստանի, Ադրբեջանի և Միացյալ Նահանգների ղեկավարների մասնակցությամբ Վաշինգտոնյան գագաթնաժողովին և Խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ հետագա քայլերին։ Ըստ ադրբեջանական հաղորդագրության կողմերն ընդգծել են Թրամփի ուղու կարևորությունը, ինչպես նաև ողջունել ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու որոշումը։ Մոսկվան պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրման համար, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Բոլոր ծրագրերը կյանքի կոչելու համար դեռևս զգալի աշխատանք է պետք, պատրաստ ենք աջակցել Երևանին և Բաքվին մնացած տարաձայնությունները հաղթահարելու համար, այդ թվում հաշվի առնելով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները, Հայաստանի անկախության օրվան նվիրված ընդունելության ժամանակ նշել է Գալուզինը։ Դիվանագետը ողջունել է Երևան-Անկարա երկխոսության ակտիվացումը, Գալուզինի խոսքով այդ գործընթացը սկիզբ է առել Մոսկվայի աջակցությամբ։ Հանդես ենք գալիս կողմերի միջև հնարավորինս արագ հաշտեցման օգտին, կաջակցենք մեր հայ և թուրք գործընկերների ջանքերին, եզրափակել է պաշտոնյան։ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն անդրադարձել է օրեր առաջ Տաջիկստանում Պուտին-Ալիև հանդիպմանը։ Մարիա Զախարովան վերահաստատել է ռուսական կողմի պատրաստակամությունը, բացահայտելու Ռուսաստանի և Ադրբեջանի դաշինքի ամբողջ ներուժը։ Նաև մտադիր ենք քննարկել Ադրբեջանում ձերբակալված ռուսաստանցիների հարցը։ Վերջերս Սպուտնիկ Ադրբեջանի տնօրեն Իգոր Կարտավիխի նկատմամբ խափանման միջոցի փոփոխությունը դրական քայլ էր, հավելել է նա։ Զախարովայի խոսքով հետաքրքրված են Ադրբեջանի հետ սերտ գործակցությամբ նաև տարածաշրջանային ձևաչափերում, ԱՊՀ, ՇՀԿ, 3 գումարած 3 հարթակ և այլն։ Տեսնում ենք Բաքու ԵԱՏՄ երկխոսության ամրապնդումը, հավելել է խոսնակը։ Սիրիայի նախագահը Մոսկվայում հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ, Կրեմլի ղեկավարը հայտարարել է Սիրիայի հետ հարաբերություններում միշտ առաջնորդվել են սիրիացի ժողովրդի շահերով։ Սիրիան դժվար ժամանակներ է ապրում, սակայն խորհրդարանական վերջին ընտրությունները կամրապնդեն քաղաքական բոլոր ուժերի միջև գործակցությունը, նշել է Պուտինը։ Աշշարան էլ ընդգծել է, որ մտադիր են վերականգնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, ինչը նշանակալի դեր կխաղա նոր Սիրիայի զարգացման գործում։ Կրեմլի խոսնակն ավելի վաղ տեղեկացրել էր, որ նախագահներն ի թիվս այլնի կանդրադառնան Սիրիայում ռուսական ռազմաբազաների հարցին։ Ռոյթերսն էլ գրել է, որ Աշշարան մտադիր է Պուտինից պահանջել արտահանձնել Բաշար Ասադին։ Հանդիպումից հետո Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ պատրաստ են շարունակել աշխատանքները Սիրիայի նավթահանքերում և աջակցել երկրի ենթակառուցվածքների վերականգնմանը։ Իսկ Դամասկոսը հետաքրքրված է ռուսական ցորենի և բժշկական պարագաների մատակարարումներով։ Պակիստանի և Աֆղանստանի միջև սահմանային բախումները վերսկսվել են նոր թափով։ Պակիստանյան ուժերը կրակ են բացել Ղանդահար նահանգի ուղղությամբ, ինչին թալիբները պատասխանել են։ Տեղեկություններ կան, որ ավիահարվածներ են հասցվել նաև մայրաքաղաք Քաբուլին։ Թալիբների տվյալով սահմանային հրետակոծության հետևանքով Աֆղանստանում զոհվել է առնվազն 12 մարդ, 100 խաղաղ բնակիչ վիրավորվել է, նաև մեծ թվով պակիստանցի զինվորականներ են սպանվել։ Ավելի ուշ Պակիստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ կողմերը համաձայնել են 48 ժամով հրադադար հաստատել և աշխատել կարգավորման ուղղությամբ։ Երկու երկրի միջև լարվածությունը շարունակվում է արդեն մի քանի օր։ Պակիստանը մեղադրում է թալիբներին Իսլամաբադի համար անցանկալի զինված խմբավորումներին Աֆղանստանում տեղ տալու համար։ Թալիբներն էլ հորդորում են Պակիստանին չսադրել Աֆղանստանին։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մեկնարկում է Գազայի հատվածում խաղաղության ծրագրի երկրորդ փուլը։ ԱՄՆ նախագահը հիշեցրել է, որ Համասի գերեվարած բոլոր պատանդներն ազատ են արձակվել, սակայն ոչ բոլոր զոհված գերիների մարմիններն են վերադարձվել Իսրայելին։ Ավելի ուշ Պաղեստինյան շարժումը Կարմիր խաչի միջոցով փոխանցել է իսրայելցի ևս 4 պատանդի մարմին, սակայն ցահալի տվյալով մարմիններից մեկը պատկանում է անհայտ անձի։ Իսրայելի վարչապետը հույս է հայտնել, որ Գազայում կարգավորման Թրամփի ծրագիրը հնարավոր կլինի կյանքի կոչել խաղաղ ճանապարհով։ Բենյամին Նեթանյահուն պահանջել է Համասից ապառազմականացվել, հակառակ դեպքում նրա ձևակերպմամբ դժոխք կտիրի։ Դոնալդ Թրամփը ևս սպառնացել է Համասին, եթե ինքնակամ չզինաթափվեն, ամերիկյան կողմը կստիպի դա անել։ Դոնալդ Թրամփը հերթական անգամ հայտարարել է, որ անչափ հիասթափված է, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը չի հաջողվում կարգավորել։ Վլադիմիր Պուտինի հետ շատ լավ հարաբերություններ ունեինք, հավանաբար դեռ ունենք, չգիտեմ ինչու են շարունակում պատերազմը, նշել է ԱՄՆ նախագահը։ Ռուսաստանը կորցրել է շուրջ 1.5 միլիոն զինծառայող, հավելել է Թրամփը, հայտնել, որ պատերազմի ֆոնին Ռուսաստանում նաև բենզինի ճգնաժամ է։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է, որ հոկտեմբերի 17-ին ընդունելու է Վոլոդիմիր Զելենսկուն քննարկելու ամերիկյան զենքի մատակարարումները։ Կիևը նաև ակնկալում է Թոմահոք հեռահարհրթիռներ ստանալ։ Պենտագոնի ղեկավարն էլ հայտարարել է, որ պատրաստ են Ռուսաստանի դեմ միջոցներ ձեռնարկել, եթե առաջիկայում պատերազմը չդադարեցվի։ Փիթեքսը թե կոչ է արել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ավելի շատ զենք գնել Միացյալ Նահանգներից և փոխանցել դրանք Կիևին։
Եվրոպական հանձնաժողովի նախագահը կոչ է արել Բելգրադին միանալ Եվրամիության հակառուսական պատժամիջոցներին, այլապես Բրյուսելը Սերբիային չի կարող հուսալի գործընկեր համարել։ Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոսքով առանց դրա Եվրամիությանն անդամակցությունն անհնար է։ Միևնույն ժամանակ նա գոհունակություն է հայտնել, որ Սերբիան բարեփոխումներ է իրականացնում եւ փորձում մոտենալ միությանը։ Ֆոն դեր Լայենը տեղեկացրել է, որ Սերբիան միացնում են ԵՄ էներգետիկ շուկային, ընթացքի մեջ են նաեւ այլ նախագծեր, այդ թվում գազի ոլորտում։ Ավելի վաղ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել էր, որ Բելգրադը չի պատրաստվում միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, քանի որ դա կարող է վնասել Սերբիայի տնտեսությանը։ Դիանա Գասպարյան, լուրեր։